Որոշ երկրներ միջուկային փորձարկումներ են պատրաստում։ Ռուսաստանը դա տեսնում է եւ պատրաստ է հայելային պատասխանել, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ոմանք պատրաստում են այդ փորձությունները, մենք դա տեսնում ենք, գիտենք, եւ եթե դրանք տեղի ունենան, մենք նույնը կանենք, սպառնացել է նախագահը։ Պետության ղեկավարը ընդգծել է, Ռուսաստանն ունի ամենաժամանակակից միջուկային զինանոցը։ Պուտինը նաև հիշեցրել է, մարտավարական միջուկային զենքը մի քանի անգամ ավելի հզոր է, քան 1945 թվականին Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա նետված ռումբերը։ Վոլոդիմիր Զելենսկին պետք է զերծ մնա Հունգարիայի մասին անհարգալից արտահայտություններից, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պետեր Սիարտոն։ Մենք ակնկալում ենք, որ նույնիսկ Վոլոդիմիր Զելենսկին հարգանքով կխոսի Հունգարիայի եւ հունգարացիների մասին, ասել է նախարարը։ Պաշտոնյան հիշեցրել է, Ուկրաինան մեծապես կախված է ԵՄ-ի աջակցությունից, որը բոլոր որոշումները կայացնում է Բուդապեշտի մասնակցությամբ։ Ամերիկյան զորքերը պատրաստ են Վենեսուելայի տարածքում մի շարք օբյեկտների գրավման գործողություն սկսել թմրակարտելների դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Washington Examiner պարբերականը։ Ռազմական ստրատեգները կարծում են, հավաքված ուժերը այժմ բավարար են առանցքային ռազմավարական օբյեկտները, ինչպիսիք են Վենեսուելայի տարածքում գտնվող նավահանգիստներն ու օդանավակայանները, գրավելու եւ պահելու համար, հայտնել է պարբերականը։ Հաղորդվում է, ԱՄՆ զինված ուժերի կուտակումը երկրում զգալիորեն ավելի մասշտաբային է, քան պահանջվում է թմրակարտելների դեմ գործողությունների համար։ Իրավիճակը թեժանում է, երբ խոսքը վերաբերում է Վենեսուելայի տարածքում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողություններին, ամփոփել է պարբերականը։ ԵՄ երկրների մեծ մասը փակ դռների հետևում համաձայն է Հունգարիայի դիրքորոշմանը, որ Եվրոպան շարժվում է դեպի պատերազմ եւ որ ապագայում Ուկրաինա ուղարկված զինվորականները կվերադառնան դագաղներով, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Ավելի ու ավելի շատ երկրներ են կիսում Հունգարիայի կարծիքը։ Մենք կշարժվենք դեպի պատերազմ եւ վաղ թե ուշ տուն կվերադառնան դագաղները մեր երիտասարդների հետ, ասել է քաղաքական գործիչը։ Նա հավելել է, քննարկումների բաց մասում Հունգարիային երբեմն աջակցում է միայն Սլովակիան, իսկ մյուսները քննադատում, սակայն կուլիսներում ամեն ինչ այլ է եւ կան նրանք, ովքեր պաշտպանում են Հունգարիայի դիրքորոշումը եւ նրանց շարքերը համալրվում են։ Բոսնիա եւ Հերցեգովինայի կազմի մեջ մտնող Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել չզոհաբերել երկիրը Բրյուսելի բյուրոկրատներին, երբ դրվեն խաղաղության հիմքերը։ Ես Ռուսաստանի նախագահ Պուտինին կոչ եմ արել մեզ չզոհաբերել Բրյուսելի երկրորդական բյուրոկրատներին, որոնք շարունակում են խեղդել մեզ եւ թույլ չեն տալիս նորմալ ապրել, ասել է քաղաքական գործիչը։